Կարապետյան, ամփոփելով այս պահի դրությամբ առաջիկա ընտրություններում ինչպես է ձեր շանսերը Քաղաքացիները հատկապես ինչ փոփոխություն են պահանջում մայրաքաղաքում։ Կյանքի որակի։ Երևանցիները ամենաշատ գնահատում են կատարած աշխատանք ու տված խոսքի իրականացումը։ Երևանում դու չես կարող մի բան ասել ու հետո մոռանան բոլորը։ Պարոն Կարապետյան, Փաշինյանն ասում է Մաթեոսի ավետարանի կիրառությունը, իրականությունը այսօր տեսնում ենք։ Ասում է քույրերը սկսել են տեսնել, հետո շանս կա, որ մեռածներն էլ հարություն առնեն, դուք ինչ եք խոստանում։ Արզես լավ եք։ Կոնտեքստը տեղակ չեմ դրա համար չեմ կարող ասել։ Փաշինյանի գործընկերն է այդ մասին հայտարարում։ Իլհամ Հեյդարի Ալիևը ասում է իբր 300,000 ադրբեջանցի այստեղ ապրել։ Իլհամ Հեյդարի Ալիևը Փաշինյանի գործընկերը։ Հայտարարել է մենք չենք ասում, մենք ասում ենք որ չեն գալու։ Լսեք ես դες բրկեցի։ Բարև ձեզ։ Ժորժան, խնդրում ենք թողեք նաև շարժում ենք։ Խնդրում ենք թողեք նաև շարժում ենք, կներեք։ Հայրենաճանաչության և հայրենասիրության մեր օպոնենտը։ Ինչ վերաբերում է, մենք խոսում ենք դասական մշո բարբարով ամենահին այս պահին գործածվող հայերեն բարբարներից մեկով, որտեղ կան շատ ունիկալ հայկական բառեր պահպանված։ Բարև ձեզ, ոնց եք։ Հաղթանակ բոլորիս։ Հավասար պայմանները այսպես ասեմ, ընդդիմադիրների համար, քանի որ կա հասարակական աջակցություն, իհարկե մենք աջակցություն ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իշխանության համար հասարակական աջակցություն չկա, իրենց ուժայիններն են միայն աջակցում, այդ իսկ պատճառով կա ինչ-որ սիմետրիա, բայց հասարակության ձայնն է կարևոր, ժողովրդի ձայնն է կարևոր, ժողովրդի խոսքն է կարևոր այս ամենից։ Ոչ մի ուժային չի կարող որոշել ժողովրդի տեղ, ժողովրդի մի մասն էլ ուժային է, իրենք էլ հոգու խորքում գիտեն, թե ով է ճիշտ։ Այսինքն կա վարչապետի իրավունք, բայց ժողովրդի աջակցություն։ Էպես է ուժերը։ Արմիդա, ասա։ Քաղաքացիները հատկապես ինչ են ակնկալում, որ ձեր ուժը կբերի, ինչ որ փոխվի։ Խոսքի ու գործի համերաշխություն։ Երևանը էլ եմ ուզում ասել, Երևանը այնպիսի քաղաք է, որ քո ասած ամեն բառ միշտ հիշվում է ու պատմականորեն հիշվելու է։ Այդ իսկ պատճառով Երևանը չի սիրում մարդկանց, ով այսօր ասում են մի բան, հրաժարվում են այդ բանից եւ երրորդը գործը չի համապատասխանում իրենց ասացի հետ։ Բարև ձեզ։